դահլիճում դարվեց այնտեղից հետո, երբ իրենք ցեղասպանության թեմայով նախագծի մասին բարձրաձայնեց։ Կատարյալ սուտ է, ուղղակի այն աստիճանի սուտ է, որ չգիտեմ էլ ինչա, ուղղակի լայվը հետ տվեք, նայեք։ Իրանց խմբակցության ներսում 2 հոգի վիճում են, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն անում, ասում է, ոնց որ իրար հետ այդքան էլ հաշտ չեք, նստեք, կանգնեք, նստեք եւ այլն, այս թեմայով բանը։ Իշխան Սաղաթելյանը, որ այս վերջի 5 ամսվա մեջ երևի առաջի անգամ ազգային ժողով էր եկել, տեղից ինչ որ իրավիճակը լարում է, ու հետո sense մամուլով վերնագրեր է գնում սինխրոնացված ընդդիմադիր, կեղծ վերնագրեր, թե իբր ցեղասպանության ուրացման բանաձևով եւ այլն, տենց նախագիծ են իրանք, մեկ նախագիծը որ բերեն, իրանք են դատվելու առաջին հերթին։ Էդ էլ ասեմ, էլի, որ հանկարծ հարց չմնա, իրանք են դատվելու, որտեվ բա իհարկե դաշնակցությունը ու հանրապետականը, բա որտեվ իրանց իշխանության ժամանակ է եղել, որ Ամերիկայի փոխնախագահ Ջո Բայդենը այդ ժամանակ փոխնախագահն էր, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը իրենց խնդրել է, որպեսզի ցեղասպանությունը չճանաչեն, եթե ուրացում եք ուզում, պոզով պոչով կենթանի չի, այդ ուրացումը իրանց շարքերում է, իրանց մտքերում է, իրանց սրտերում է, ցեղասպանության տենց ուրացողների թոփ 5-ը ու 10-ը հանրապետականի ու դաշնակցության թոփ 5-ն ու 10-ն է որպես այդպեսին, այսինքն ու նաև շատ սինխրոնացված մամուլով այդ վերնագրերը, թե իբր այս թեմայով օրինագիծ կար ու դրանով էր պայմանավորված, միանգամից վարքյանական ձևով Դե ես էլ կարծում ցեղասպանություն ուրացողները նախկին ժամանակով չեն լինում ու իրանք շարունակեն ցեղասպանությունը ուրանալ նաև ապագայում, բայց այնուամենայնիվ Պարոն Ալեքսանյան, բայց տևական ժամանակի այս խոսույթը կա, այսինքն իրենք էլ ձեզ են մեղադրում, որ Դե իրանք շատ բան են անում, հիմա կա փաստ ու կա իրանց ասածը, որը փաստ լինելուց բավականին հեռու է։ Փաստը Ջո Բայդենի հայտնի է տեսանյութն է, որտեղ ամերիկահայ երիտասարդը մոտենում է, ասում է, ես հայ եմ, ցեղասպանություն ունի, ասում եմ, մի վարքյան, այդ ժամանակ դեռ բավականին ավիոնով լեցուն էր պարոն Բայդենը ու ասում է, ձեր նախագահը ինձ խնդրել է որպեսի ես չճանաչեմ, մենք չճանաչենք ցեղասպանությունը, որտեղ դա կխանգարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Մեր իշխանության ժամանակ, ուզում եմ ֆիքսել, մեր իշխանության ժամանակ Ամերիկայի նախագահների ոչ մեկը այդպես բան չի խնդրել, ու եթե հիշում եք, մեր իշխանության ժամանակա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել են ցեղասպանություն։ Բայց ինչի Արարատ Միրզոյանը այդ դեպքում ասում, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Այո, մեր առաջնահերթ, ճիշտ է, բացատրեմ, ինչ նշանակում առաջնահերթություն։ Առաջնահերթություն նշանակում ես թույլ տվեք իմ մեկնաբանությունը տամ, դուք հետո եթե դիտարկում ունենաք, խնդրեմ։ Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ որ գնում ես ինչ-որ օտարերկրյա պետության ներկայացուցիչի հետ հանդիպան, առաջին բանը, որ խոսում, քո առաջնահերթությունն է։ Այսինքն գնում ես, ասում ես ճանաչեք ցեղասպանություն։ Հիմա օրինակ մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպում ենք, Ֆրանսիայի մեր ներկայացուցիչների, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ մեզ ինչ զենք կծախեք հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Մեթո երբ որ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպում, ասում ենք մեզ ինչ զենք կծախեք, այնուամենայնիվ շարունակում է պնդել, որ պետք է միջազգայինորեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի դա։ Թուրքիան պետք է ընդունի հայոց ցեղասպանության փաստը, բայց այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պնդել, որ Սերժ Սարգսյանը օրինակ նման բան ասել, Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանը, մի վարքյան։ Դե հիմա մի վարքյան, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրանք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Բայց այս ընդդիմության մասով այս մի թեման բաց մնացել է, ես կներեք, որ ասում են, թե դրա պատճառով լարվեց սինխրոնացված կերպով ընդդիմադիր մամուլով այս կեղծ տեղեկատվության գնալը, որ ուղիղ հակասմողակի լայվը բացեք, նայեք, տեսեք ինչից են խոսում այդ բանից առաջ, միջադեպից առաջ, ու տեսեք ինչա վարքյանական ուղղակի ռուսական մամուլը վերցրեց։ Ես տենց արագությամբ, որ ռուսական մամուլը հայկական մամուլից բան վերցնի, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հիշում։ Բայց տեսեք, ցեղասպանության հետ կապված Նիկոլ Փաշինյանը Սփյուռքում հայտարարեց, դեռ պետք է տեսնենք ինչպես է տեղ ունեցել, ինչ զոհերի թվի հաշվարկ էի կանում ինչ որ պահի, ասում եք պետք է զոհերի թիվը ով է կասկածի տակ։ Եթե ասում եք դեռ պետք է հասկանանք ինչ է։ Դե պետք է հասկանանք ինչպես է, օրինակ դուք չեք ուզում մենք հասկանանք թե ոնց է տեղի ունեցել։ Չէ, ամբողջությամբ չի տվել, օրինակ պետք է հասկանալ երիկ թուրքերը ոնց եկան իշխանության։ Այս իմ կարծիքն եմ ասում, ինչ ասում հանկարծ չվերագրեք ինչ որ մեծ։ Իմ կարծիքն եմ ասում, իմ ընկալմամբ պետք է հասկանալ երիկ թուրքերը ոնց եկան իշխանության։ Դաշնակցությունը ոնց օգնեց երեք թուրքերին գալ իշխանության, ցեղասպանությունը կատարելուց անմիջապես առաջ։ Մեծ կապ ունի, պետք է հասկանալ մեր պատմությունն է, չէ՞ ժողովուրդ ջան։
Ոնց ինչ կա։ Գիտեք, ձեր համար նորություն է։ Ձեր համար նորություն է դա։ Տեսեք, հետո էլ ասում եք, օգնեց, չեմ ասում ամբողջությամբ ինքը արեց, բայց միանշանակ է, որ օգնեց, բայց իմ համար զարմանալի չի, որ չգիտեք, հենց դրա համար եմ ասում, պետք է ուսումնասիրենք ու խոսենք այդ մասին, որտեղ այո, դաշնակցությունը եղել է երիտուրքերի, կարելի ասել կոալիցիոն գործընկեր։ Դաշնակցությունն է եղել այն ուժը հայկական Հայաստանի ներսից, հայերի ներսից այն ուժը, որը որ օգնել, աջակցել է երիտուրքերին, Օսմանյան Թուրքիայում հասնել։ Դա ինչ է տալու, պարոն Ալեքսանյան, ենթադրենք դա բացահայտեցիք, դա ինչ է տալու, Ժորժը մեր պատմությունը չէ, մեր որ ուզենային կասեցնել, վաղուց կասեցնենք, չէ, ընդհանրապես պետք չի կասեցնելով ասում պետք է։ Պարոն Ալեքսանյան, դուք երբանից եք ստանձնել Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը։ Ես առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ նաև որոշակի առումով զբաղվելու գործառույթներ ու լիազորություններ ունեմ, որը ստանձնել եմ ազգային Դե հիմա Վարդան Ղուկասյան, իհարկե։ Մարդ ասում է, որ Սերժ Սարգսյանը ուզում է իրան ու իր ընտանիքի նկատմամբ մահապորտ, բայց չանհանգստանա։ Ոնց չի ասում։ Ասում է, ուղիղ վիճե։ Հիմա որ միացնեն։ Ներողություն կխնդրեք։ Դե ոնց չէ, դե որ չէ, ուրեմն չէ։ Վարդանքի ֆանատը չի, պարոն Ալեքսանյան, որ ծոցագրպանում։ Ծոցագրպանում հեռախոս եմ պահում։ Հեռախոսում կա նաև հեռախոս։ Դե հենց հիմա չէ, կարամ ուղղակի search անեմ։ Հեռախոսումը ցավոք սրտի կա նաև ընդդիմադիր լրատվականների մի շարք էջ։ Իրավական կառույցները պաշտպանությունը ստանձնելու են Գյումրու քաղաքում։ Ես հույս ունեմ, որ այո։ Մի վարքան։ Բայց դուք եք Վարդան Ղուկասյանի թալանչի, մարտասպան։ Ասում եք իր տեղը բան։ Դե եւ հիմա ամեն մի թալանչու պետքա սպանել կամ ընտանիքին պետքա սպանել։ Ժողովուրդ ջան, ես չեք ասում։ Ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետությունը։ Ես չգիտեմ, մարդը հրապարակային հայտարարություն անում, կարծում եմ դա պետքա հետ, բայց 7 տարին ինչ կապ ունի միանցվա հայտարարությունը, ժողովուրդ ջան։ Դե հիմա ես ինչ անեմ, որ նոր անեմ։ Մի վարքյան հեսա ես կփորձեմ գտնել, բայց վստահ եմ, որ դուք եք կգտնեք, եթե ուզենաք։ Վայ։ Դե ժողովուրդ, տնից եք ասում ոնց որ թե բաներ, ես էի Վարդան Ղուկասյանի, հրապարակ օրաթերթը ինձ նենցա բաներ անում, ոնց որ դուք չէիք հարգել հրապարակ օրաթերթ, որ գրել էիք ընտրություններից առաջ ԿՊ-ի ներքին հարցումներով Սալիկ Մինասյանը 4-րդ։ Երբեք չի ունեցել ԿՊ-ն ներքին հարցում, որից Սալիկ Մինասյանը չլինի առաջին։ Դե ինչ։ Ինչը տեսակ, 17000 ռեկորդային ձայնը տեսակ, տեսակով է 4-րդը։ Ասենք ակնհայտ ֆեյքը տպել եք, մի հատ էլ ասում եք բան։ Ու պրիտոմ ԿՊ-ի ներքին հարցումներով չեք գրել, օրինակ դաշնակցության ներքին հարցումներով։ Ինչպես են հավաքվել։ Ինչ վարչական ռեսուրս։ Մի օրինակ, որ ծերանոցի ծերերին ստիպողաբար տանում էին Մարտուն Գրիգորյանի համար քվեարկելու։ Այո, այդ ծերերը Մարտուն Գրիգորյանի համար մասնակցում են ՈՀԺ-ի տերմիններ, չէ՞ որ լուսաբանեց, այո, ձեր գործընկեր լրագրողն է գնաց այդ ծերերին հարցրեց, ասեց, ձեզ ում են ասել, որ քվեարկեք, ու այդ ծերը ասեց, որ Մարտուն Գրիգորյանին է։ Տեղեկություններ կան, որ Վիվարոյի վիգերի միջոցով ինչ-որ ընտրակաշարքի մեխանիզմ է։ Մամուլի սոցցանցերում է։ Սոցցանցերում չի, չէ, եկեք ճշմարտությունը ասենք, ընդդիմադիր հետաքրքիր ֆեյքերից մեկը, որը հիմա վերանվանվել է, կարծեմ այդ ֆեյքը վարելու համար ժամանակին մի քանի հոգի ձերբակալվել էր, եթե չեք հիշում, ես ձեզ կարամ հիշեցնեմ, եթե չեմ սխալվում, Սաղաթելյան Արիկենք էին ձերբակալվել այդ կոնկրետ այդ ֆեյքը վարելու համար, հիմա այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է, ես ուրիշ ֆեյք էր, հիմա կարծում եմ իմ տպավորությամբ այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է, ու նույն մարդիկ են իմ ընկալմամբ վարում, ովքեր այն անգամ գուցե չբացահայտվեցին, ու այդ կոնկրետ ֆեյքը, որ ԿՊ-ն ընտրակաշարք է բաժանում, 1000 ներողություն էլի, 1000 ներողություն, այդ կատարյալ աբսուրդ է ուղղակի, մի բերեք բան արեք, մարդկանց բան գցեք, եթե ինչ-որ մեկը տենց պնդում է անում, մարդ իրա դեմքով, ով պատրաստ է այդ պնդումը անի իրա դեմքով, ով պատրաստ է ակնարկում, ասում եմ, կա մարդ, ով այդ պնդումը կանի, մենք իրա հետ կգնանք դատարան ու կապացուցենք։ Հիմա Ես ասում եմ հրապարակ օրաթերթն է, դե հիմա կարող է հրապարակ օրաթերթն է իրականում Վիվարոյի հաշիվներով գումար լիցքավորել, որ Վարդան Ղուկասյանին ընտրեն։ Դե ասում եք դժվար է ապացուցել, ասում եմ թող ինչ-որ մեկ այդ պնդումը անի, որ մենք է բան անենք։ Հիմա ո՞նց ենք մենք ապացուցում, որ Կարեն Սիմոնյանի թիմը ընտրակաշարք է բաժանել։ Զապիսներով մարդիկ բերան, ասում են։
փող կֆռա, մեզի նենց այնպես մարդիկ են Մյուսները չունեն, ասենք մյուս տեխնացիները։ Ժողովուրդ ջան, մեզ ընտրակաշարք բաժանելու մեջ մեղադրելը աշխարհի ամենավերջին անբարոյականությունն է, որտեղ մենք երբեք կյանքի եւ ոչ մի պարագայում մեզ թույլ չենք տվել եւ թույլ չենք տա ընտրակաշարք բաժանել, որտեղ մենք ունենք արժե համակարգային խիստ տարանջատում, թե Վարդանիկից, որ ընտրողներին ինչ քֆուր ասես տալիս էր այդ զապիսներով հայտնի, թե այս Քոչարյանական մյուս խմբավորումից Կարեն Սիմոնյանի ձեռամբ գործող, որը որ մարդկանց ասում էր մեզ համար կարևոր չէ թե ինչ ում են, իրանց այնց մարդիկ են մեզ պետք, որ կարևոր չի թե ում կուզենան, այնքան որ իրանց փող տա որ գաղտնալսեն ինչ կգտնեն, որ գաղտնալսեն այդ մարդկանց հասցեին, փող բաժանող մարդկանց հասցեին մենակ մի 10 հարգանի հայհոյանք կարող է գտնեն, ուրիշ բան չեն կարող գտնել, միանշանակ եմ ձեզ պնդում, ուրիշ բան չեն կարող գտնել, այդ փող բաժանած, ընտրողների նկատմամբ հայհոյանքներ կիրառած, եւ որ իշխանություն չլինի, ինչ, Փայլակ ջան, անկեղծ դուք գյումրեցի եք, դուք գյումրուց եք, չէ՞։ Դե թող լինեն, թող հայտնվեն, ես ընդհանրապես դեմ չեմ, դուք գյումրեցի եք, դուք լսել եք որևիցե գյումրեցուց նման բան, որ ԿՊ-ն կաշառք է բաժանում։ Շնորհակալություն ազնվության համար, ուրիշ բան չեմ ասում։ Պարոն Ալեքսանյան, տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվում, որ ընդդիմությունը պատրաստում է այսպես քաոսային իրավիճակ ու նաև տեղեկատվական դաշտում։ Այսօրվա դեպքերը ազգային ժողովում կան, ենթադրել, որ դրա նախերգում։ Ենթադրաբար շատ միանշանակ է, երեք այդ հրապարակումը եղավ մամուլում, որ նմանատիպ բան է նախապատրաստում, այսօր սինխրոնացված կերպով ազգային ժողովում լարեցին ու սրեցին իրավիճակը, նույնը փորձեցին անել նաև Երևանի քաղաքապետարանում ու լրիվ ակնհայտ է, որ այս ուղղությամբ քայլեր են ինչ-որ ձեռնարկում։ Տելեգրամյան ալիքներից մեկը արտատպել էին մյուս լրատվամիջոցները։ Եվ նաև իսկ առաջիկայում Չգիտեմ ինչքանով իշխանական, ինչքանով չէ, ինչքան ես եմ։ տելեգրամյան ալիքները Եթե չեմ սխալվում, Բաղրամյան 26-ներ գրել։ Հա, բանը այն խիստ տարբերվում է այդ ալիքը մյուս տելեգրամյան ալիքներից, օրինակ են մի հատ ինչ կար, որ նախընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր լրատվականները անխտիր ցիտում էին, այն ինչ էր մեդիա, չէ, ինչ է, մեդիապորտ, այն որ բացարձակ ստերի տեզերքի չեմպիոն էր ուղղակի, հա դե չկա, բայց նկատեմ խիստ տարբերվում է օրինակ այդ ընդդիմադիր լրատվականներից ցիտած տելեգրամյան ալիքներից դրանով, որ սովորաբար արժանահավատ տեղեկատվություններ ա տպում։ Չէ, որ բացարձակ ճշմարտություններ է սովորաբար տպում։ Զուտ մեդիապորտը հիշում եք, ժողովուրդ ջան, ձեր բոլորի լրատվականները համարյա արտատպում էին մեդիապորտը։ Դուք հիշում եք ինչ ստեր էր տպվում այնտեղ։ Ու հիմա բան է կանում, բա իշխանական։ Հա, իշխանական։ Եթե իշխանական էլ լինի, եթե իշխանամերձել լինի, այդ վատ բան չի լրատվականի հասցեին։ Ձեզ անկեղծ եմ ասում, որտեվ իշխանամերձ լրատվականները մեդիապորտ չեն արտատպել։